ոնց որ, բայց դե դրանից ոնց որ բոլորն էլ ունեն, ասենք սպասեք փաստաթղթերը բերենք, որպեսզի դուք կարողանաք գաք եզրահանգման, ինչի պատճառը այս գիտակցության կորուստը, որովհետև երեխան ունի ախտորոշված ուշաթափություն, կոլապս, մեկը գոնե թե հիվանդություններից, չսպասեցին տարան, տեղափոխեցին Արմավիր, հիմա գնանք Արմավիր, տանենք բժշկական փաստաթղթերը ընդեղ, բայց ես ասեմ, ես հենց այսօր եմ կարդացել էլի մամուլում, հերթական գանգատա Արմավիր քրեակատարողական հիմնարկում, բուժ օգնության, բուժ ծառայության մատուցումից, այսինքն հերթական, այսինքն սա կանխորոշիչ հերթական դեպքն է լինելու, ինչ օգնություն պիտի այնտեղ ցույց տան, երբ որ հենց առաջի օգնությունը չեն կարողացել, որտեղ ինքը ունի չբացահայտված ալերգիա, այսինքն առաջին բուժ օգնություն այնտեղ չեն կարողացել ցույց տան, միանգամից շտապ օգնությունով տեղափոխել էին այստեղ։ Ես էլի եմ ասում, չհայք ջան, յանք անգամ չսպասեցին նա թղթերը տեսնեն, ոչ մի բան, այդ երեխեն ընդամենը ասել է, ես հասցրել է ասի, որ ես ալերգիա ունեմ, ինձ հանկարծ բան չսրսկեք, ու վերջ, ավարտվեց, մենք եկանք իրան տեղափոխեցին, սնունդ չի ընդունել, երեկվանից, էդ էլ լրացուցիչ, ես ուղղակի ասում եմ, հետաքրքիր է, էլի լավ, այս երկիրը ունի կրթության նախարար, ում հովանու տակ գտնվող այս երեխան 18 տարեկան 3 ամսական երեխան սովորում է դպրոցում։ Կրթության նախարար, առողջապահության նախարար, մարդու իրավունքների պաշտպան, ուր են։ Ինչ ասպան նրանք չեն արձակել։ Ոչ մեկ, հաճա ոչ մեկ։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի իհարկե ահազանգել են, ճշտեցին, որ այստեղ է, մեզ այդքանով այսօր օգտակար եղան իրենք, վիճակից զանգել էին, ասել էին, որ հետազոտությունների մեջ է, մենք եկանք հասանք այստեղ։ Հիմա պատրաստվում եք գնանք Արմավիր ՔԿՀ հասնենք այնտեղ, գոնե թղթերը տանենք այնտեղ։